Զովունիում կառուցվող այս բարձրահարկ շենքի 5-րդ հարկից տղամարդ է ընկել և մահացել։ Դժբախտ պատահարից 3 օր անց տարածքում շինարարությունը շարունակվում է, կարծես ոչինչ չի եղել։ Ինչպես է դեպքը տեղի ունեցել և ով է եղել պատահարի զոհ դարձած շինարարը։ Աշխատակիցներն այսօր նույնն էին կրկնում, տեղյակ չեն։ Ամսի 30-ին այստեղ չէր դեպք տեղի ունեցել, որ տղամարդը ընկել էր և մահացել։ Երևի իսկ դեպքը ձեր տարածքում է տեղի ունեցել, չեք։ Մեր զրուցակիցները խուսափում էին ցանկացած հարցից։ Ընդհանրապես չեք լսել, բայց որ նման դեպք ա եղել։ Ես կապ չունեմ վարդի շինարարության։ Տարածքը հսկող աշխատակիցը սկզբում ասաց, թե տեղյակ չէ պատահարից, ապա հաստատեց, որ մահվան դեպքն իրենց շենքում է եղել։ Իսկ այդ աշխատողը որը կամ ընկերությունից է եղել։ Ես չգիտեմ ցավոք, իրոք չգիտեմ։ Բայց արդեն գիտեք չէ, որ դեպքը տեղի է ունեցել։ Գիտենք, որ դեպքը տեղի ունեցել, բայց ես չգիտեմ, ես դա չեմ ճանաչում այդ մարդը։ Շամշան.com-ը գրել էր, որ շինարարն աշխատել է Հովսեփյան շին ընկերությունում, սակայն տարածքում մեզ վստահեցնում էին, թե այդ ընկերությունն իր աշխատանքներն այստեղ ավարտել է։ Այստեղ աբլիցովկեն ուրիշ կազմակերպությունային ուրիշ ասա տարբեր կազմակերպությունները չի կարա մի կազմակերպությունը լրիվ անի, բայց օրինակ Հովսեփյան շինը իր գործը մոնոլիթ է, բետոնն է մենակ եղել, ինքը իր գործը ավարտել է շուտ բանի, շենքը կայուն է լավ եկտեն։ Բայց չեք էլ հետաքրքրվել այդ մարդը ով է, ինչ է։ Ճիշտն ասեմ, իմ գործը չի էդի։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Հովսեփյան շինի հետ, բաց աղբյուրներում ընկերության մասին տվյալներ չկան։ Այս շենքի բնակարանների վաճառքով զբաղվող ընկերությունը Արգոն է։ Մեր զանգին պատասխանած աշխատակիցը տեղյակ էր մահվան դեպքից, սակայն վստահեցրեց, թե դեպքն այլ շենքում է եղել։ Լսելով մեր դիտարկումը, որ շենքի վրա հենց իրենց ընկերության պաստառն է փակցրած, հորդորեց կապվել կառուցապատող ընկերության հետ։ Հարցին, թե ով է կառուցապատողը, նա խուսափեց պատասխանել, իսկ տարածքում հուշող ցուցանակ փակցված չէր։ Նկարահանման ժամանակ անզեն աչքով էլ տեսանելի էր, որ կառուցապատման որոշ նորմեր տարածքում չեն պահպանվում։ Օրինակ չկար փոշեկլանիչ ցանց, իսկ շինարարներին հանձնարարվեց սաղավարտ դնել միայն մեր հարցադրումից հետո։ Իսկ ընդհանրապես աշխատակիցները անվտանգության կանոններ պահել, ամեն ինչ պահում են, հա, բաբա։ Ես եկա շենքա սարքում գրի ջան, դի չի լինի որ չապահովում սկսի։ Իսկ ինչ օրինակ գլխարկներ բան չեն կրում շինարարական, գլխարկներ բան չեն կրում։ Դնում են սաղալ, ոչ չեն դնում։ Այդտեղ օրինակ չեն։ Այս մարդը մեր աշխատողը չէ, այս մարդը բերել է իր բանն։ Այդտեղի աշխատողները։ Տղեկ, ձեր կասկեկը ուր են։ Դրեք, ախպեր, ձեր կասկեկը դրեք։ Մարդիկ սաղել դնում են, ունես չի, որ չեն դնում։ Օրինակ այս մարդը ստեկան քարակը դրում լավ ասեն, ինչ կասկա դնի, ես չեմ դուք եք։ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ շինարարի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով։ Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտել է։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։